Դարպասապահ Արսեն Բեգլարյան։ Ուշադրություն։ Հարված, գոլ, հաշիվը հավասար է, 1-1, 1-1, ամեն ինչ սկսվում է սկզբից, և այդ ամենը 81-րդ րոպեին, 1-1, շատ արագ կարողացավ Միկան փրկել իրավիճակը և փոփոխություն, Արարատ Առաքելյանի փոխարեն խաղը կշարունակ պաշտպանվում են ևս 4 ֆուտբոլիստներ, դա հստակ հիմա մեկնաբանական խցիկից երևում է և ըստ Հուլիսի ֆուտբոլիստների դասավանդության իհարկե այստեղ խնդիրներ կարող են առաջանալ Միկայի համար այն առումով, որ ազատ գոտիներ այնքան էլ չկան և արջևի գծում խաղացողներին գնդակ մատակարարելու համար և տեսեք ինչպիսի սխալ են հիմա գործում Հուլիսի ֆուտբոլիստները սեփական դարպասային հրապարակի կենտրոնում և Սեմյոն Մուրադյանը դառնում է գոլի հեղինակ, բացում հանդիպան հաշիվը 25-րդ րոպեին։ Հիմա կտեսնենք կրկնապատկերը, ձախողվեց Հուլիսի պաշտպանության կենտրոնը, միանշանակ, ահա տեսեք, հետևեց փոխանցում շտում բանացը կընդունի Միկային և Աբովյանում Արարատը կխաղա Հուլիսի հետ։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ 40-րդ տուրի բոլոր հանդիպումները տեղի կունենան մայիսի 3-ին և եթե ժամանակային առումով փոփոխություններ չլինեն, ապա ինչպես այսօրվա հանդիպումները, 40-րդ տուրի հանդիպումները ևս կկայանան ժամը 17-ին և Սեմյոն Մուրադյանը դառնում է դուբլի հեղինակ։ Ավելացված ժամանակում Սեմյոն Մուրադյանը հերթական անգամ կարողանում է օգտվել Հուլիսի ֆուտբոլիստների ձախողումից պաշտպանության հատկապես կենտրոնում և չնայած ձախ եզրից ամեն ինչ կրկին սկսեց, մի փոքր մանրամասն կվերլուծենք դրվագը կրկնապատկերի ժամանակ, ահա տեսեք ևս մեկ անգամ կենտրոնում չհասցրեց կասեցնել գնդակը Տիգրան Ախնազարյանը և տեսեք ձախ պաշտպանի դիրքում ոչ ոք չկար։ Սա այն էր ինչ Շիրակի հերթական ակագրոջ ստացվեց Նորայր Գրիգորյան, Արարատը եզրից է նետելու։ Արմեն Պետրոսյան, Պետրոսյանը փոխանցեց աջ եզր, նորից ետ ստացավ գնդակը, Մուրադյան խապս է տալիս և վերջին վարկյաններին Սեմյոն Մուրադյանը այնուամենայնիվ ապացուցում է, որ ինքը հրաշալի փոխարինող է և երկրորդ խաղակեսում դուրս գալով խաղադաշտ կարող է և փոխել խաղի ելքը, ափսոս, որ ժամանակ չունի երկրորդ անգամ աչքի ընկնելու, հիմնական ժամանակը ավարտված է, տեսեք խապս տվեց, շատ լավ դուրս եկավ հարվածային դիրք և գրավեց մրցակցի դարպասը։ Դոս Սանտոս, մրցավարը 4 րոպե ավելացրել է և Միկան Անդրանիկ Ոսկանյան շարժվում է առաջ։ Գևորգ Պողոսյան, Արեգ Ազատյան, նորից Արեգ Ազատյանն է գնդակով, փոխանցում Տուգանային հրապարակ, գնդակը մնում է Միկայի ֆուտբոլիստների մոտ, փոխանցում և գնդակը դասպասում է, ահա և Սեմյոն Մուրադյանը, ահա և այն Սեմյոն Մուրադյանը, ում մենք խաղի ժամանակ անվանում էինք լավագույն փոխարինում, մտավ խաղադաշտ և նորից օգնեց Միկային խփել առաջին գնդակը, բացել հաշիվը
Միկան առաջ է անցնում հաշվի մեջ, այստեղ շատ լավ ստացվեց փոխանցում եւ դարպասապահը որսում է գնդակը։ Դեբելկոն սխալվեց, Շահինյանը խլեց գնդակը եւ Միկան ունի հակագրոհի լավ հնարավորություն, Սեմյոն Մուրադյան արված եւ 2-0։ Այսպես է մտնում փոխարինման Սեմյոն Մուրադյանը։ Այսպես է բեկում խաղի ընթացքը եւ կերտում իր թիմի հաղթանակը։ Արդեն կասկածից վեր է, որ այսօր Միկան վաստակում է 3 միավոր, որովհետեւ ընդամենը 9 րոպե է մնացել հանդիպման ավարտին։ Երկու գնդակի պակասը բանանցի համար վերացնելը շատ դժվար կլինի, թեպետ անհնար ոչինչ չկա ու պետք էլ չէ հուսահատվել ու թևաթափ լինել, բայց ամեն դեպքում ստիպված էր գցել վերջին հույսի խախտում ու թիմին թողեց 10 հոգով։ Վտանգավոր դիրքում Միկան ստացել է Տուգանային հարվածի իրավունք, տեսնենք ինչպես կիրացնեն։ Հարված, գոլ, գերազանց իրացում, ֆանտաստիկ գոլ էր սա, շատ գեղեցիկ իրացված Տուգանային եւ Միկան արդեն կարելի է ասել շատ մոտ է հաղթանակին։ Սեմյոն Մուրադյանը ռմբարկուն իր 9-րդ գնդակն է խփում այս մրցաշրջանում։ Հաշիվը դառնում է 3-1։